Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն մայիսի 8-ն են եւ այս հաղորդման մեջ կարևոր հարց ունենք քննարկելու եւ հիմնական ամենակարևոր հարցը այն է, որ Իլհամ Ալիևը որոշել է չմեկնել Մոսկվա եւ Փաշինյանը հաստատել է, որ մեկնում է Մոսկվա մասնակցելու հաղթանակի շքերթին։ Սա չափազանց կարևոր հարց է քննարկման համար, քանի որ փաստացի ի հայտ են գալիս նոր օբյեկտիվ պատճառներ, թե ինչու Ալիևը հրաժարվում է մեկնել Մոսկվա, ինչ ծրագիր կա հիմքում, որ ասում էր մեկնելու է Մոսկվա, եւ վերջին պահին, երբ որ արդեն հայտնի դարձավ, որ Փաշինյանը հաստատ մեկնելու է Մոսկվա, Փաշինյանը հաստատեց, հայտարարություն եղավ, որ Ալիևը չի մեկնելու Մոսկվա։ Այս հարցը շատ կարևոր է, որ մենք քննարկենք, հետո կանդրադառնանք նաեւ այլ հարցերի, որոնք որ վերաբերում են թե Հայաստանին եւ թե միջազգային կարևոր հարցերի։ Նախքան հաղորդումը սկսելը շնորհակալ կլինեմ բոլորին, ով որ լայք տնի այս հաղորդման տարածման համար, այսինքն լայքերը նաև նպաստում են մեր հաղորդումների տարածմանը, ինչպես նաև մեկնաբանությունները, բաժանորդագրումները շատ ավելի լուր տարածման հնարավորություն են տալիս, բայց այն հայրենակիցները մեր ովքեր որ բաժանորդագրվել են, երկրորդ անգամ չեն կարող բաժանորդագրվել, հետևաբար խնդրանքս նրանց է, ովքեր որ մինչև հիմա դեռևս չեն բաժանորդագրվել մեր ալիքին։ Նաև կարող եք գրել ձեր կարծիքը մեկնաբանության մեջ, քանի որ հարցեր ունենք կարևոր քննարկելու, բայց շատ եմ խնդրում անպայման զուսպ եղեք մեկնաբանությունների մեջ, վիրավորանքը ցանկացած մեկի հասցեին անընդունելի եւ մենք ստիպված ենք շատ անգամ ջնջել դրանք։ Ուրեմն ինչպես ասեցի, երեք Ուշակովը ասել է, որ Իլհամ Ալիևը չի լինելու շքերթին, հաղթանակի շքերթին, դրանից բացի այդ մասին հայտնում էին արդեն նաև ադրբեջանական լրատվամիջոցները եւ դա տեղի ունեցավ այն բանից հետո, համենայն դեպս ես դա տեսել եմ, այն բանից հետո, երբ արդեն Փաշինյանը ազգային ժողովում հաստատեց, որ ինքը գնում է Մոսկվա։ Ուղղակի դատարկ զայրույթ տեղին չէ, քանի որ մենք զայրույթներով չենք առաջնորդվում, մենք փորձում ենք սառը գլխով վերլուծել եւ շատ անգամ այդ վերլուծությունները ցավոք սրտի թե վատ վերլուծություններ են լինում իրականանում են։ Եվ այս պարագայում հասարակ մի հարց։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ հարաբերություններ ունեն Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիևը։ Շատ խորը անձնական հարաբերություններ ունեն։ Նրանց բացի իրենց պետական քաղաքականությունը սինխրոն է։ Նաեւ արտաքին քաղաքականությունը ինչ որ միտեղ, այսինքն բռնապետական համակարգ, ներքինով, արտաքինով եւս շատ տեղերով իրենց շահերը համընկնում են։ Օր-օրի Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանը խորացնում են իրենց հարաբերությունները։ Այն մանր-մունր տարաձայնությունները, որ կան սրացումները, դրանք հիմնականում Ալիևը անում է, որ կարողանա ինչ-որ չափով պահպանել իր սուվերենությունը, քանի որ հասկանում է Ռուսաստանի Դաշնության այդ մերձեցումը կարող է հանգեցնել սուվերենության կորստի, բայց նույն ժամանակ կան ծրագրեր, որոնք որ լուրջ ձևով կապում են Ադրբեջանը եւ Ռուսաստանը եւ դա Հայաստանի մասով իրենց ընդհանուր ծրագիրն ու պատկերացումն է։ Եվ ահա միանշանակ այստեղ որոշում է եղել հիմքում այն, որ Փաշինյանը պետք է մեկնի Մոսկվա եւ Ալիևը չպետք է մեկնի Մոսկվա։ Դա արվում է նրա համար, որ հստակ ստեփ հրեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մեջ, Հայաստան Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունների մեջ։ Համի զարմացեք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունների մեջ, քանի որ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը սկսել է կտրուկ փոխվել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, Վլադիմիր Պուտինի նկատմամբ եւ ընդհանրապես երկրորդ համաշխարհայինում Ռուսաստանի դերի մասով, թե ինչ դերակատարություն է ունեցել Ռուսաստանը այդ հաղթանակում, այսինքն Դոնալդ Թրամփի կոնկրետ պատկերացումները եւ դա հիմնականում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատկերացումներն են, իսկ մենք գիտենք այդ փաստաթուղթը, որը որ գոյություն ունի Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև այս տարվա սկիզբ ստորագրվեց, դա խափանելու ծրագիր ունեն։ Դրանից բացի Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ կարող են մտցնել պատժամիջոցներ երկրորդական, որով որ արդեն այդ երկրները, ովքեր որ գազ եւ նավթ են ձեռք բերում Ռուսաստանից, ընկնեն այդ լուրջ պատժամիջոցների տակ, անսահման մեծ տարիֆների տակ, կարծես 500%-անոց տարիֆներ, Ռուսաստանում տարիֆները այդքան վախենալու չեն Հայաստանի համար, կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգների պարագայում, բայց այլ պատժամիջոցներ եւ վերաբերմունքի փոփոխություն միանշանակ տեղի կունենա։ Հետևաբար, եթե հիմա Փաշինյանը արդեն մասնակցում է այդ շքերթին, հստակ հարաբերությունները փչանում են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ։ Սա այդքան լուրջ երբեք չէր եղել։ Մենք
խոսում էինք, որ պետք է իրոք խաղալ, պետք է իրոք դիվանագետ գտնվել, բայց որ այսքան լուրջ դրվեր հարցը, ես ինքս էլ չէի պատկերացնում, որ այսքան լուրջ է հարցը, քանի որ հիմա արդեն հասկանում եմ, թե որքան լուրջ են տրամադրված Եվրոպայում նրանց նկատմամբ, ովքեր որ գնում են մասնակցելու այդ շքերթի։ Հաստատի այդ շքերթը հստակ բաժանում է դնում ավտորիտար համակարգերի եւ ժողովրդավարական համակարգերի միջև։ Այդ բաժանումը Ռուսաստանը եւ Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են ստեղծել եւ առաջացրել, եւ մենք ուղղակի պետք է ընտրենք, թե որ մասում ենք գտնվում։ Հիմա մի մասը ասելու է, թե Հայաստանի տանր իրավիճակը բոլորը հասկանում են, բայց ինչքան են պարտավոր բոլորը հասկանալ։ Մենք որ նեղում ենք, որ Եվրամիությունը մեր կողք այդքան չափով չի եղել, երբ որ Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդքան չեն եղել մեր կողքը, ինչքան որ կարող են լինել, ինչու ենք մենք մեղադրում։ Չէ՞ որ մենք տեսնում ենք, որ մեր դաշնակիցը փաստաթղթերով Ռուսաստանի դաշնությունը եւ մենք այսպիսի քայլերով ուղղակի փակում ենք նրանց հնարավորությունները հակազդելու ադրբեջանական ագրեսիային եւ Ռուսաստանի ծրագրերը։ Այսինքն մենք մեր գործողություններով փակում ենք նրանց ուղին։ Մենք պետք է նաեւ շատ խորը ձևով ընկալենք այն փաստը, որ այսօր ինչ որ չափով հականաբար հայկական բանակից հետո մեր անվտանգության երաշխիքը դարձել են Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները։ Ինչպես մենք կարող ենք նեղացնել եվրոպական երկրներին, եթե մեր անվտանգությունը կախված է հիմա կոնկրետ Եվրամիությունից։ Բայց քանի որ Փաշինյանը մեկնում է Մոսկվա, իսկ Ալիևը չի մեկնում Մոսկվա, դա ավտոմատ կերպով դուրս է գալիս, որ Եվրամիության խորհուրդները ավելի շատ է լսում Ադրբեջանը, այս առումով ավելի վստահելի գործընկեր է դառնում Ադրբեջանը, չնայած որ մենք բոլորս գիտենք, որ դա կեղծիք եւ սուտ է, նաեւ իրենց ներքին կառուցվածքը դրա մասին է վկայում, էթնիկ ստումը Արցախում Հայաստանի դեմ ռազմական ագրեսիան, բայց Ալիևը ցուցադրում է, որ ինքը ավելի հետևողական է այդ հարցերում եւ ինքը դրա համար չի մեկնում Մոսկվա։ Ես համոզված եմ, որ դա համաձայնված է Վլադիմիր Պուտինի հետ եւ դա արվում է նրա համար, որ սեպխրեն Հայաստան, Եվրամիություն, Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունների մեջ, երբ որ ստացվի այդ ամենը, Եվրամիությունը սկսի երես թեքել Հայաստանից, շատ ավելի հեշտ կլինի ագրեսիա իրականացնել Հայաստանի նկատմամբ, Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ահա ինչից եմ ես ամենից շատ վախենում եւ մտահոգվում։ Եվ այն ռիսկերը, որը որ Փաշինյանը ուզում է կառավարել, գնալով Մոսկվա, հաստատի այդ ռիսկերը ոչ թե կառավարվում են, այլ բազմապատկվում են, ցավոք սրտի բազմապատկվում են։ Եվ ես ուղղակի համոզված եմ, որ դա շատ վատ հետևանքներ կարող է ունենա Հայաստանի Հանրապետության համար։ Ուղղակի չեմ պատկերացնում, չեմ տեսնում, թե ինչպես կարող է հիմա Հայաստանի Հանրապետություն վարվել, որպեսզի այդ քայլը մեղմի եւ Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները չսկսեն ավելի վատ քաղաքականություն վարել ընդդեմ Հայաստանի։ Հավերժ նրանք չեն համբերելու միանշանակ հստակ բաժանում է դրված, կրկնեմ, ավտորիտար եւ ժողովրդավարական համակարգերի միջև։ Խաղալը շատ լավ է, բալանսավորել լավ է, բայց մինչև այն ժամանակ, երբ որ քեզ տալիս են դրա հնարավորությունը, երբ որ դրա հնարավորությունը դու այլևս չես ունենում, մեկ-մեկ խուսափելը մասնակցելու նման միջոցառումների ամենալավ բալանսավորումն է, քան հստակ մասնակցելը եւ ինչ որ հարցի կողմ արտահայտվելը։ Բոլորս հասկանում ենք, որ այստեղ հարցը երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ տանելու մասին չէ։ Հայաստանը ամենքից շատ զոհերն է տվել երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Մենք բոլորս հարգում ենք մեր պապերի անցած ճանապարհը եւ հիշատակը, ովքեր որ ընկան երկրորդ համաշխարհային պատերազմում, իրոք մեզ համար դա շատ կարևոր է եւ մեր պատմության մաս է։ Բայց այդ շքերթը քաղաքականացվում է, այդ շքերթը հստակ նպատակներ ունի եւ այդ նպատակների իրականացման մեջ, Վլադիմիր Պուտինի նպատակների իրականացման մեջ մենք արդեն մաս ենք կազմում։ Վրաստանը չի մասնակցում, Ադրբեջանը չի մասնակցում, Վրաստանի մասնակցության մասին ընդհանրապես խոսքել չկար, չէր կարող լինել, բայց Հայաստանը մասնակցում է այս հարավային Կովկասի 3 երկրներից։ Եվ այստեղ ուղղակի նաև Եվրոմիության երկրներն կարող են ասել, թե դուք որքանով անթասիբ եք։ Կներեք այս արտահայտությանս համար,
Հարձակվել են Արցախի վրա, գրավել են Արցախը դեզանից, զինել են Ադրբեջանին, որ այդ ամենը հեշտ տեղի ունենա եւ կարողանան իրականացնել, հետո հարձակվել են Հայաստանի սուվերեն տարածքների վրա, գրավել են Հայաստանից սուվերեն տարածքներ, հետո հատուկ օպերացիա են իրականացրել Արցախում, բեռնի իշխանապահություն են տեղի ունեցել, պարտադրելով Արայիկ Հարությունյանին, որ նա հրաժարական տա, Արայիկ Հարությունյանը սուրբ չէ, ինքն էլ է ենթարկվել այդ ամենին, քանի որ ինքն էլ ինչ-որ չափով համակարգի մաս էր, հանկարծ չմտածեք, որ նրան արդարացնում են, բայց նա լեգիտիմ իշխանություն էր Արցախում, եւ այդ հատուկ օպերացիայի արդյունքում Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանը հասան նրան, որ Արցախի դեմ նոր ագրեսիա իրականացվեց, Արցախը ընդհանրապես ոչնչացվեց, հայաթափվեց եւ այն զենքերը, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ դժվարությամբ երևի թե Լաչինով ես այդպես եմ պատկերացնում 100% տեղեկություն չունեմ, բայց համոզված եմ մեծ դժվարություններով ուղարկել էր Արցախ այդ միլիարդավոր դոլարների զենքը, Ռուսաստանի Դաշնությունը այդ օպերացիայի շնորհիվ կարողացավ տեղափոխել Ռուսաստան։ Այս ամենի մասին ինչ կան խոսենք։ Ինձանից տասնապատիկ չէ, հարյուրապատիկ անգամներով Հայաստանի իշխանությունները լավ գիտեն այս ամենի մասին, ինչ տեղի է ունեցել։ Ապագայում միանշանակ կարող է Նիկոլ Փաշինյանը նույն պատմեր հուշերով, թե ինչ է իրականացվել ընդդեմ Հայաստանի եւ Արցախ, եւ շատ-շատերը պատմեն, շատ բան է գաղտնազերծվելու։ Եվ հիմա նոր առիթ տալ մեկնելով Մոսկվա, ես ամենայն անկեղծությամբ չեմ հասկանում։ Ես ոչ սևացնելու նպատակ ունեմ Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես, ոչ էլ արդարացնելու, դա ինձ պետք չի։ Ես մտահոգված եմ Հայաստանի Հանրապետության ապագայով։ Ինքը երևի թե կարծում է, համոզված է, որ ճիշտ քայլ է անում։ Ինքը համոզված է ճիշտ քայլ է անում, բայց միանշանակ ես էլ համոզված եմ, որ այդ քայլը ճիշտ չէ, եւ դա նաեւ շատ վատ ձևով խփելու է նրա ռեյտինգին։ Մենք գիտենք, որ նրա ռեյտինգը շատ ցածր է հիմա, եւ այս քայլը եւս միանշանակ շատ վատ է ազդելու նրա ռեյտինգին։ Այսինքն նրա մեկնելուց այնպես չէ, որ այդ բոլորը գնալու եւ Քոչարյանին են ձայն տալու, բայց կարող է մարդիկ այնքան հիասթափեն, որ ընտրությունների ժամանակ ընդհանրապես չգնան ընտրությունների։ Եվ այս վարկանիշի անկումը, այս քայլով դա եւս ազդելու է միանշանակ 2026 թվականի ընտրությունների վրա։ Այսինքն բազմաթիվ լուրջ վտանգներ է պարունակում այս այցը իր մեջ, եւ ես կրկնեմ, ես գրեթե համոզված եմ, որ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի միջեւ հստակ պայմանավորվածություն կա։ Հիմա նաեւ չենք կարող քննադատել, որ Կայա Կալասը այցելեց Բաքու, հիմա որ քննադատում են նրան, Եվրամիության խորհրդարանականները կամ քաղաքական գործիչները, նա շատ հեշտ կարող է հակադարձել։ Տեսեք, Ադրբեջանի նախագահը չի գնացել Մոսկվա, իսկ Հայաստանի վարչապետը գնացել է Մոսկվա։ Եվ ես հետևաբար կասեի ինքը, որ ճիշտ եմ վարվել։ Ցավոք սրտի սա է սիրելի հայրենակիցներ, իրականությունը։ Անդրադառնանք հաջորդ հարցին, որը որ մեր նախորդ հաղորդման հիմնական թեմաներից էր, որ Հայաստանի արտգործնախարարությունը ինչ-որ ձևով պետք է արձագանքի եւ աջակցի Հնդկաստանին։ Ահա այս մասով տեսեք թե որքան օբյեկտիվ են, որտեղ որ քննադատելու ենք, որտեղ որ գովելու ենք։ Ահա այս մասով շատ կարևոր հայտարարություն է արել Արարատ Միրզոյանը եւ Փառք ու պատիվ իրեն, ասելով, որ Հայաստանը ճանաչում է ցանկացած երկրի իրավունքը պաշտպանվելու ահաբեկչությունից։ Հստակ ուղերձեր սա, որ Հայաստանը պաշտպանում է Հնդկաստանին։ Եվ նա շարունակել է, որ ցանկացած երկիր, ով իրեն քաղաքակիրթ է համարում, չի կարող աջակցել ահաբեկչությանը։ Ու ասել է, որ նաև մենք պետք է ճանաչենք երկրի իրավունքը պաշտպանվելու ահաբեկչությունից։ Այսինքն Հնդկաստանի գործողությունները հստակ պաշտպանվելու գործողություններ էին ահաբեկչությունից եւ շատ հստակ է արտահայտվել Արարատ Միրզոյանը։ Եվ դրանով ինքը փաստացի հայտնել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը։ Ես ուղղակի հույսով եմ, որ հիմա դրանից հետո Հայաստանի այս դիրքորոշումը տեղի է հասնելու նաև Հնդկաստանին։ Առանձին հայտարարություն էլի ված չէր լինի արտգործնախարարության կողմից, քանի որ այն միանշանակ ավելի շուտ եւ լավ ձևով էր տեղ հասնելու, կարծում եմ, եւ մեր Հնդկաստանի գործընկերները ավելի շուտ կհասկանային, որ Հայաստանը իրենց կողքին է, բայց այս հայտարարությունը եւս շատ լավ է, հուսանք, որ կնկատեն եւ բաց չեն թողնի։ Պակիստանի մասով եւ Հնդկաստանի մասով արագ ասեմ, քանի որ հետո քննարկելու հարց շատ չի լինելու։
Լարվածությունը աճում է երկու կողմից, հայտարարություններ են հնչում Պակիստանից, որ նրանք պատասխան պետք է տան, կար տեղեկություն, որը որ չի հաստատվում, այսինքն ապատեղեկատվությունը եւս շատ է, որ Պակիստանը իբր Հնդկաստանի օդանավակայաններից մեկին հարված է հասցրել, բայց այս պայմանությամբ այդ տեղեկությունը չի հաստատվում եւ շատ լուրջ ձևով աճ է գրանցվում Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ Իմիջայլոց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ ասել է, որ Անկարան պատրաստ է ջանքեր գործադրել, որպեսզի Պակիստանի եւ Հնդկաստանի միջև հետագա լարվածությունը նվազի եւ դիվանագիտական շփումները շարունակվեն։ Այսինքն Էրդողանը ուզում է նաեւ միջնորդ դառնալ, հստակ աջակցելով Պակիստանին, նույն ժամանակ ուզում է միջնորդ դառնալ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև։ Ավելացնեմ նաեւ այն, որ Պակիստանում հայտարարվել է արտակարգ դրություն եւ մոտակա քաղաքներից, որոնք որ սահմանակից են Հնդկաստանի հետ, արդեն էվակուացիա է տեղի ունենում ժողովրդի, ինչը եւս վկայում է այն մասին, որ շատ լուրջ սցենար կարող է տեղի ունենալ մոտակա ժամերին կամ օրերին։ Բայց վերադառնանք Հայաստանին վերաբերող հարցերի, երեկ տեսակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ազգային ժողովում, վերջերս չափից դուրս են աջակցվում, չգիտեմ ինչի կանով դա պետք է այդ չափով եւ այդ ձև, բայց ասում են, որ եթե մամուլի հոդվածներով առաջնորդվենք եւ մամուլով առաջնորդվենք, ապա դուք գործակալներ եք, օտար ազդեցության գործակալներ եւ բոլորիդ պետք է մտցնենք ԱԱԾ-ի պատվալներ, այդպես էլ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսել է նաեւ կոռուպցիայից, Սևանի ափերից եւ Հունաստանի կղզիներից, թե ինչպես են տասնյակ միլիոնավոր դոլարների կոռուպցիոն սխեմաներով նախկին իշխանության ներկայացուցիչները տարբեր գույք, անշարժ գույք ձեռք բերել եւ դրա հետ մեկտեղ նա ասել է, որ գյուղ մտնում ես, ասում են թե Քոչարյանը ինչի է մինչեւ հիմա ազատության մեջ, ինչի մինչեւ հիմա նրան չեք ձերբակալել եւ հիմնական մեղադրանքը ասում են, որ դա է իրենց նկատմամբ։ Ու դա ճիշտ է, ես միանշանակ համաձայն եմ նրա այդ ձևակերպման հետ։ Ես համաձայն եմ եւ համոզված եմ, քանի որ տեսնում եմ նաեւ մեր մեկնաբանությունների մեջ, տեսնում եմ նաեւ տարբեր տեղերում սոցիալական ցանցերում, թե ինչ վերաբերմունք ունի ժողովուրդը Ռոբերտ Քոչարյանի Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Մենք էլ այդ հարցը շատ ենք բարձրաձայնում, մենք էլ այդ հարցը քննարկում ենք եւ տեսնում ենք, որ հստակ շատ լուրջ ձևով հանրային պահանջ կա Հայաստանում։ Բայց հիմա չսկսեն ելի հերոսացնել նույն Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, եթե կա հանցագործություն եւ վճռական են այդ հանցագործությունը բացահայտելու եւ հանցագործներին դատապարտելու համար, ապա պետք է ձերբակալեն եւ ճիշտ լուրջ մեղադրանքներ ներկայացնեն փաստարկված եւ այնպես չլինի, որ ինչ-որ դատավորներ սկսեն ելի դատարաններից ազատ արձակել նույն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ նրանց աջակիցներին, մեղավորներին, ովքեր որ այսքան տարի թալանել եւ հափշտակել են Հայաստանը, ինչի արդյունքում մենք ունեցանք Արցախի կորուստ եւ հազարավոր զոհեր ու այսպիսի անկայուն վտանգավոր իրավիճակ, որը որ կարող է նույնիսկ բերել պետականության կորեստ։ Այսինքն այն ամենի համար, ինչը հիմա տեղի ունեցավ Հայաստանի հետ, հաստատի։ Ես միշտ էլ ասել եմ, մեղավոր են նախկին իշխանության ներկայացուցիչները ու իրենց հալանը, ինչքան էլ ազգային արտահայտություններ անեն, ես էլ կարող եմ ասեմ, որ շատ բան եմ ուզում եւ տարբեր երկրներից մեր հին պատմական հայրենիքի մասերն եմ ուզում հետ բերել, բայց դա կլինի պոպուլիզմ, դատարկ պոպուլիզմ։ Ավելի սուր կարող եմ խոսել, ավելի հետաքրքիր եւ ավելի մեծ դասարան կարող եմ մեզ դիտել, բայց դա իրականում ոչ թե օգուտ է տալու, այլ վնաս է տալու։ Հնարավոր է ինձ ինչ-որ միտեղ օգուտ տա, ռեյտինգի ավելացում ունենամ, բայց ընդհանուր առմամբ մեծ վնաս է հասցնելու Հայաստանի Հանրապետության։ Եվ այդպես են փաստացի հիմա նրանք վարվում։ Նախ թալանել են եւ այս իրավիճակն է նրանց պատճառով եւ հիմա այդ պոպուլիստական հայտարարությունների սուտի ազգայնական հայտարարություններով ավելի մեծ վնաս են հասցնում։ Եվ այդ մարդիկ չեն դատվում։ Միայն օտար երկրի ազդեցության գործակալներ չեն նրանք կոնկրետ թշնամին են Հայաստանի Հանրապետության եւ նրանց դեմը ոչ ոք ցավոք սրտի միջև այս պահը չի արել։ Եվ դա է հիմնական մեղքը Հայաստանի իշխանությունների։ Ես կոնկրետ իրենց դրա մեջ եմ հիմնականում մեղադրում։ Դրա մեջ եմ իրենց մեղադրում եւ այսօրվա նրանց փլությունը Ռուսաստանի դեմ, որ հնարավորություններ քիչ ունեն ինչ որ միտեղ
խուսափել չգնալ Մոսկվա, դա եւս նրանով է պայմանավորված։ Երբ որ ներսում կմաքրեք ներքին այդ գործակալներին, օտար ազդեցության գործակալներին, մենք էլ ենք այս մասին շատ խոսում, երևի լավ է, մեր խոսալն ինչ որ չափով տեղ հասնում, բայց գործնական հələ չի երևում, որ տեղ է հասել ցավոք սերտի։ Այդ ժամանակ ձեզ ավելի հեշտ կլինի չմեկնել Մոսկվա, եթե մաքրեք դրանց։ Այդ ժամանակ ավելի անկախ կլինեք եւ իրականում անկախ կլինեք։ Ու այդ ժամանակ կկարողանաք արդեն նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի Դաշնության հետ։ Ու ցանկությամբ, եթե ուզենաք իրոք մեկնել Մոսկվա, դա կլինի ձեր ցանկությամբ եւ ոչ թե ստիպված կլինեք մեկնել Մոսկվա։ Դա չափազանց կարեւոր է։ Հաստատ ինչքան շատ հարցեր ունենք այսօր քննարկելու սիրելի հայրենակիցներ, բայց էլի կարևոր հարցեր կան քննարկելու Եվրամիության բանաձևը, Եվրոպական խորհրդարանի բանաձևը Թուրքիայի մասով չափազանց կարևոր բանաձև է, որը որ երեք անցել է 367 ձայներով Թուրքիային է վերաբերվում եւ փաստացի Եվրամիությունը Թուրքիային կոչ է անում բացել սահմանը Հայաստանի հետ երրորդ երկրների անձանց համար ողջունում է որ այդ կարճաժամկետ հատվածում սահմանի բացում տեղի ունեցավ եւ ամենակարևորը փաստացի Թուրքիայի վրա է պատասխանատվությունը թողնում որ Ադրբեջանին զսպի որպեսզի Ադրբեջանը նոր ագրեսիա չսկսի ընդդեմ Հայաստանի դա եւս կետով հատուկ ձևով անմրագրված է ցավոք Եվրամիությունը Թուրքիային չի ճանաչել այն երկիրը որը որ կարող է հիմա անդամակցել Եվրամիության ասելով որ միայն 5%-ին է բավարարում այսօրվա Թուրքիան լավ կլիներ որ մի փոքր ավելի շանսեր տային մոտեցնեին բայց դա իրենց գործն է ինչը բնականաբար մեզ լավ չէ որ այդպիսի հայտարարություն է արվել բայց մնացածի մասով բնականաբար շատ կարևոր են այդ բանաձևի կետերը որոնք որ արդեն նշեցի մեկը Ադրբեջանին զսպելու պահով մյուսը կոչը որ Թուրքիան կարգավորի վերջնական Հայաստանի հետ հարաբերությունները եւ բացի հայ-թուրքական նրանց բացի ցեղասպանության մասով եւս շատ կարևոր կոչ է ուղղվել Թուրքիային որ Թուրքիան վերջապես պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը եւ մեկ կարևոր տեղեկություն եւս այսօր Բաքվում տեղի են ունենալու բանակցություններ Իսրայելի եւ Թուրքիայի միջև Նետանյահուն փաստացի չայցելեց Բաքու գիտենք պատճառները բայց այնուամենայնիվ բանակցություններ են սկսվում Իսրայելի եւ Թուրքիայի միջև Բաքվի միջնորդությամբ եւ հիմնական պահանջը Իսրայելի այն է որ այդ խմբավորումները չպետք է ձևավորվեն սիրիական խմբավորումները շատ մոտ Իսրայելի հետ սահմանին եւ բավական հեռու պետք է լինեն դրանք այսինքն զինված խմբավորումներ չպետք է լինեն եւ ստրատեգիական զենք չպետք է տեղակայվի Սիրիայում այսինքն թուրքական ստրատեգիական զենքի մասին է հիմնական խոսքը եւ դրանից բացի կրկին Թուրքիայի ներկայությանը Թուրքիան ուզում էր մինչև 700,000-անոց բանակ ստեղծել Սիրիայում միջազգային հարցերը հիմնականում քննարկեցինք ռուս-ուկրաինական պատերազմի մասով Ռուսաստանը այսօր արդեն հայտարարեց այդ հրադադարը չգիտեմ Ուկրաինան որքանով հետևելու է որքանով չէ Ուկրաինան պահանջում է 30-օրյա հրադադար երեք աննախադեպ տոնային հարձակում էր երևի Ռուսաստանի պատմության մեջ ինչի պատճառով կաթվածահար էին արվել օդանավակայանները Ռուսաստանի միջև հիմա նորմալ ուշքի չեն գալիս ամբողջ Ռուսաստանը շատ բարդ իրավիճակում հիմնականում Մոսկվան շատ բարդ իրավիճակում է մոբիլային ինտերնետն էին անջատում դրանից բացի հիմա խոսք կա որ ոչ միայն ինտերնետը այլ կարող է ընդհանրապես մոբիլային կապը անջատվի այս օրերին Ռուսաստանի Դաշնության մեջ տեսնենք շատ հետաքրքիր զարգացումներ են մենք պետք է հետևենք եւ հասկանանք թե իրականում ինչ է տեղի ունենալու այս օրերին քանի որ Ռուսաստանի Դաշնությունը ընդունում է հյուրերին իրենց աջակցող պետությունների ղեկավարներին եւ Ուկրաինան խոստանում է ինչ որ քանի անգամ ակնարկել են ինչ որ բաներ ձեռնարկել այդ ամենի դեմ տեսնենք թե ինչ է ստացվելու այս ամենից կարևոր է նշել որ երեք Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի նոր կանցլերը միանգամից այցելել է Ֆրանսիա ընտրվելուց հետո եւ կարևոր բանակցություններ ունեցել Էմանուել Մակրոնի հետ հիմնական հարցերը որոնք որ նրանք քննարկել են պաշտպանության խորհուրդ ստեղծելու հարցն է Եվրամիության գոտում եւ դրան հիմա ամենամեծ ուշադրությունն է հատկացնում դուք պատկերացրեք Մերցը ընտրվեց կարծես թե նույն օրը թե երկրորդ օրը նույն օրը եւ շատ արագ ամեն դեպքում դա մեծ նշանակություն չունի նույն օրը թե հաջորդ օրը Մերցը միանգամից մեկնեց Ֆրանսիա եւ հանդիպեց Էմանուել Մակրոնի հետ եւ քննարկում է
թե ինչպես կարելի է ստեղծել եվրոպական, համաեվրոպական ընդհանուր խորհուրդ պաշտպանության և անվտանգության մասով։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։